Այսպես այս ժամի նորությունները ներկայացնում Հորիզոն լրատվականը 18 սեպտեմբերի 5-շաբթի։ Արդյոք Ադրբեջանը կարողանալու է Հայաստանի տարածքով Թրամփի ուղիով զենք ու զորք տեղափոխել Նախիջևան։ Այս հարցին կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում պատասխանել է Փաշինյանը։ Նա պարզաբանել է նաև, թե ինչու է փոփոխվել Հայաստանի պետական սահմանի հատման կնիքի ձևը։ Ինչ վերաբերվում է Թրամփի անվան ուղուն, կրկին պիտի վերադառնա մեր 5 սկզբունքներից մեկին, փոխադարձության սկզբունքը։ Այսինքն, եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում, եւ ելի նախորդ անգամ էր, որ հիշեցի, կրկին ստիպված եմ հիշեցնել Կիկոսի մահի մասին, պետք չէ Կիկոսի մահի տրամաբանության մեջ մեր կյանքը մեկնաբանել, որովհետև այնուամենայնիվ մեր ժողովրդական բանահյուսությունը ունի այլ ուղղություններ նույնպես եւ ավելին ասեմ, սա այն դեպքը չէ, երբ որ ժողովրդական բանահյուսությունները հարցի մեկնաբանության եւ հարցի ընկալման լավագույն բանաձևն։ Մենք մեզ հարց պիտի տանք, մենք ուզում ենք, որ մեր զենքը եւ զորքը անցնի Նախճեվանով։ Այսինքն մենք ուզում ենք դա, թե չենք ուզում, որովհետեւ մեր իրականության մեջ կա ընդհանրապես այդ խնդրը, որ մենք անդադ խոսում ենք ուրիշների մասին, մենք չենք խոսում մեր մասին։ Երբ որ մենք կորոշենք, որ մենք ուզում ենք, որ մենք Նախճեվանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք։ Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում, որ Նախճեվանի տարածքով դեպի Սյունիք զենք տանենք երկաթուղով եւ հետ բերենք, ուրեմն կորթեգրենք համապատասխան բանաձև եւ այդպես շարունակ։ Այսինքն արձանագրում ենք, ընդհանրապես էլի կրկին ասում եմ, ցանկացած հարց, ինչ վերաբերվելու է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության ծրագրին պետք է դիտարկել 5 սկզբունքների շրջանակում։ Սկզբունքը դրա համար է, որովհետեւ էլի ասում եմ, սկզբունքը նրա համար է, որ մենք չասենք, իսկ անձրևի դեպքում ինչ արնելու, իսկ կարկուտի դեպքում ինչ արնելու, իսկ երաշտի դեպքում ինչ արնելու, իսկ քամու դեպքում ինչ արնելու, իսկ երբ որ քամին ուժեղ լինի, ինչ արնելու, իսկ երբ որ քամին մայիսին լինի, ինչ արնելու, իսկ երբ որ քամին դեկտեմբերին լինի, ինչ արնելու, իսկ նոր տարվա գիշերը այնտեղ ինչ է լինելու, իսկ զատիկից առաջ եւ հետո եւ Նովրուզից առաջ եւ հետո, դրա համար են, որ մենք չենք կարող մի հարցի վերաբերյալ ունենալ մի քանի հատոր դեպքեր դա մեկնաբանելու համար, դրա համար մենք ունենք 5 սկզբունք, որոնք արձանագրված են, հրապարակված են, ստորագրված են եւ ամեն ինչ տեղավորվելու է այդ տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերվում է անձնագրերի դրոշմին, ուրեմն այդ դրոշմի հետ կապված խնդիրը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ, շատ երկար ամիսներ առաջ, երբ դեռ հորիզոնում ընդհանրապես տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն էլ չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին եւ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ որևէ նման հարց չի քննարկվել եւ չի կարող քննարկվել։ Ես ուզում եմ մենք ճիշտ հասկանանք եւ հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ Թուրքիայի հերթական սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Ես ասել եմ եւ ընդամենը 2 օր առաջ տեղի ունեցած համաժողովում ասել եմ, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը։ Եվ լեգիտիմության գործոնը այն է, եւ ես նաեւ այդ սկզբունքն եմ արձանագրել եւ մենք այդ սկզբունքը մի անգամ չէ որ արձանագրել ենք, մենք ինքներս պիտի ճանաչենք եւ ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը իր միջազգայինորեն ճանաչված սկզբունքների տարածքով եւ սահմաններով։ Ինչի համար ենք սա անում։ Սա անում ենք, որովհետեւ ուզում ենք եւ ռազմավարություն ունենք մեր պետության հարատեվությունը ապահովելու համար։ Իսկ մեր պետության հարատեվությունը ապահովելու համար մենք պետք է մեր պետությունը դնենք ճիշտ, եթե կարելի ասել, ճիշտ աերոդինամիկայի մեջ, ճիշտ դիրքի վրա։ Հիմա տեսեք,
Երբ որ շատ ասում են մարդիկ, քննարկում են, ասում են, Թուրքիայի առաջ հերթական պարտությունը կամ պահանջը, ես ուզում եմ պարզ հարց տալ, հարգելի գործընկերներ, երբ որ դուք փողոցը անցնում եք, դուք անցումով եք անցնում, թե ոչ անցումով։ Իսկ երբ որ դուք անցումով եք անցնում, դա նրա պատճառ, որ փողոցով երթևեկող բեռնատարի կամ ոչ բեռնատարի վարորդը ձեզ սպառնացել կամ վախեցրել է, թե անցումով անցնում եք, որովհետև ուզում եք ապրել կանոններով եւ ուզում եք ապրել կանոնավոր։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի միջազգային պատասխանատու գործընկեր եւ ապրի միջազգային ընդունված կանոններով եւ մենք Հայաստանի Հանրապետությունը առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ եւ լեգիտիմության ռազմավարությամբ։ Երկօրյա աշխատանքային այցով Նիդերլանդներում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հաագայում Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիթ վան Վելիի հետ։ Կայացել են ևս մի քանի հանդիպումներ։ Արարատ Միրզոյանի այցը մեկնարկել էր Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիթ վան Վելիի հետ հանդիպումով։ Նախարարները քննարկել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացման ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։ Մտքեր են փոխանակվել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Հայաստանին հավելյալ ֆինանսական հատկացումը։ Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։ Այս համատեքստում էլ քննարկվել են Եվրամիության արկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար։ Այնուհետ Հաագայում նախարար Միրզոյանը հանդիպել է միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի եւ գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ միջազգային քրեական դատարանի միջև փոխգործակցության միջազգային իրավունքի նորմերի պահպանման ու օրենքի գերակայության ապահովման ուղղված միջազգային ջանքերում ներգրավվածության հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հռոմի կանոնադրության դրույթներին համապատասխան ազգային օրենսդրության կատարելագործման մասով տարվող աշխատանքներին։ Ապա Արարատ Միրզոյանը հանդիպել է միջազգային քրեական դատարանի տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիս Վերդուսկոյի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։ Նախարարը նշել է Հայաստանի սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությանը, պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։ Նախարարի հաջորդ հանդիպումը քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ էր։ Քննարկվել են կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը, Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Մտքեր են փոխանակվել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Շանթերուստանկերություն Հորիզոն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի մարտի 1-ի 9 զոհերի գործով վճիռը, արձանագրելով Հայաստանի կողմից մի շարք խախտումներ։ Ըստ դատարանի միաձայն որոշման, բացի Սամվել Հարությունյանից եւ Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Մասնավորապես արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճիռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը համագործակցել դատարանի հետ։ Ըստ որոշման յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35,000 եվրո դատական ծախսերի եւ վճարների համար։
Այսպիսով մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը, չեն ապահովել արդարացի քննություն, պարտավորեցնելով պետությանը ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։ Եվրահանձնաժողովը հայտարարել է Իսրայելին օգնությունը դադարեցնելու որոշման մասին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման պատճառով։ Նշում է, որ Եվրահանձնաժողովի որոշումը վերաբերում է 2025-ից 27 թվերին ապագա ամենամյա հատկացումների, ինչպես նաև Իսրայելի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ընթացիկ նախագծերին ու Եվրամիություն-Իսրայել համագործակցության տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերին։ Իսրայելը 2025-ից 27 թվականներին պետք է տարեկան միջինը 6 միլիոն եվրո ստանար։ Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել, անխոչնդոտ մուտք ապահովել ամբողջ մարդասիրական օգնության համար եւ Համասի կողմից պահվող բոլոր պատաններին ազատ արձակել, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Միջազգային կարևոր մյուս նորությունների մասին կխոսենք տեսաշարում։ Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին Վինձորի պալատում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ առաջին տիկին Մելանիա Թրամփին, որոնք Միացյալ Թագավորությունում են գտնվում պետական այցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի առաջին օրն ավարտվել է Վինձորի ամրոցում նրա պատվին կազմակերպված շքեղ ճաշկերույթով, որը կազմակերպել էր Չարլզ III թագավորը։ Ըմպելիքների ցանկը լի է եղել խորհրդանիշներով։ Այն ներառել է 1945 թվականի Պորտվեյն, ի պատիվ Թրամփի որպես Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի։ Ինքը Թրամփը չի խմում։ Եղել է նաև 1912 թվականի կոնյակ, դա այն տարին է, երբ Շոտլանդիայի Լուիս կղզու գյուղում ծնվել է Դոնալդ Թրամփի մայրը, Մերի Ան Մակլեոդը։ Այսօր, երբ բռնապետությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք եւ մեր դաշնակիցները միասին ենք աջակցում Ուկրաինային, ագրեսիան կանխելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Իր ելույթի ավարտին Չարլզ III թագավորը բաժակաճառ է ասել նախագահ Թրամփի համար։ 160 հյուրերը կանգնած լսել են Ամերիկայի օրհներգը։ Այսօր Թրամփը գործնական հանդիպումներ կունենա բրիտանական կառավարության անդամների հետ։ Մինչ Բրիտանիայում կընթանան հանդիպումները, Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսական զորքերը փորձել են գրոհել Ուկրաինայի Կուպյանսկ քաղաքը Ավդեևկայից ու Սուջայից հետո։ Այդ նպատակով նույնիսկ օգտագործել են Օսկոլ գետի տակով անցնող ստորգետնյա գազատարը, հայտնում է BBC-ն։ Ուկրաինայի ենթակայանների վրա ռուսական գիշերային զանգվածային հարձակման հետևանքով Օդեսայի եւ Դնեպրի ուղություններով ուղևորատար գնացքները ուշացել են, որոշ գնացքներ երթևեկում են փոփոխված երթուղիներով։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլայի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի շրջանակներում տրամադրվող օգնության երկու փաթեթները կներառեն հրթիռներ Փետրիոտ եւ Հայմարս հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաև, որ մեկ տարվա պատերազմը 120 միլիարդ դոլար է արժենում Ուկրաինայի համար, որի կեսն անհրաժեշտ կլինի խնդրել դաշնակիցներից։ Այդ մասին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլայի մասնակցությամբ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ Այս պատերազմի մեկ տարվա արժեքը 120 միլիարդ դոլար է, որից 60 միլիարդ հատկացվում է Ուկրաինայի բյուջեից, իսկ մնացածը պետք է հայթայթեմ հաջորդ տարվա համար։ Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը նշել է, որ Կիևը կփորձի արևմտյան դաշնակիցներին ստիպել հաջորդ տարվա իրենց բյուջեներում եւս 60 միլիարդ դոլար նախատեսել Ուկրաինայի կարիքների համար։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի եւ Ռումինիայի օդային տարածքների խախտման վերջին միջադեպերից հետո Եվրամիությունը մտահոգված է իր արևելյան սահմանների պաշտպանությամբ, հաղորդում է Financial Times-ը։ Եվ հիմա Բրյուսելը որոշել է ստեղծել այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի պատ Եվրամիության արևելյան սահմաններին։ Դրան հասնելու համար Եվրամիությունում նախատեսվում են ակտիվորեն օգտագործել այն տեխնոլոգիաները, որոնք մարտական փորձարկումներ են անցել Ուկրաինայի պատերազմում։ Ոչ ոք ոչ մի տեղ երբեք նույնիսկ չի մտածել միջուկային տերությանը հրապարակավ սպառնալու մասին։ Այս հայտարարությունները անկասկած հաշվի կառնվեն։ Այսուհետ մենք ստիպված կլինենք ենթադրել, որ Դանիան ոչ միայն մտածում է Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման հնարավորության մասին, այլև պատրաստվում է նման սցենարի։ Իր հերթին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատմության մեջ առաջին անգամ ձեռք կբերի հեռահար ճշգրիտ զենքեր, նշելով Ռուսաստանից եկող սպառնալիք
հերիքը կանխելու անհրաժեշտությունը։ Ավելի ուշ Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը սոցիալական ցանցերում եւ մի շարք լրատվամիջոցների մեկնաբանություններում նման զենքերով զինվելու հիմնավորումը անվանել է բացարձակ խելագարություն, հայտնում է BBC-ն։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Կումայրի արգելոցին պատկանող Աբովյան ջրմափողոցի 133 կոտորակ 3 հասցեի շենքում գործում են երկու մշակութային կառույցներ՝ Գյումրիի երիտասարդական պալատը եւ տեխնիկային թատրոնը։ Երկու հաստատությունների մուտքերը առանձին են, բայց ընդհանուր է պատմական շինության ամբողջովին ապակեպած ճակատային մասը։ Մոտ 4 մետր բարձրության պատուհանները վտանգավոր են, շրջանակները քայքայված են, ապակիները վնասված։ Երկու մշակութային հաստատությանը պատկանող գույքը նորացնել, նորոգել նախատեսված էր 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով։ Այն 2 տարի ուշացումով մեկնարկել է։ Նոր կազմված նախագծով նորացվելու են պատմամշակութային շենքի ճակատային հատվածի բոլոր պատուհանները։ Գյումրիի երիտասարդական պալատին պատկանող հատվածում քանդելու գործը նոր են սկսել։ Շինարարներն ապա մոնտաժում են ջեռուցման համակարգը, որը թեև անսարք չէ, բայց փոխելու ժամանակն է։ Լավ ջերմություն չի ապահովել պալատում, հետո էլ ի սկզբանե ոչ ճիշտ տեղում են մարտկոցները եղել։ Դրա համար էլ ձմռանը տաք ու հովից վնասվել են մեծ ու բարձր պատուհանները։ Ջեռուցման համակարգը ամրացված էր անմիջապես ապակիների վրա։ Այստեղ այն որ ջեռուցման համակարգը ինքը իրանով շատ վատ էր գործում, սա մի կողմից, բայց մյուս կողմից այդ ջերմային էֆեկտը, որ մի հատվածում գեր տաքանում էր, իսկ մյուս հատվածում ավելի սառն էին ապակիները, բնականաբար սա էլ իր հերթին էր խնդիր առաջացնում։ 10 տարի առաջ կատարված թերի անորակ աշխատանքների մյուս վատ հետևանքները տարեստարի ի հայտ են եկել։ Պատուհանների վնասվածության պատճառով կոտրված ապակիներից ու իրարից անջատված փեղկերից տեղումների ժամանակ անձրևաջրերն են ներս լցվել։ Աստիճանաբար քայքայել պատերը, ինչը երևացող է եղել նաև արտաքին տեսքից։ Այստեղ սկսեց արդեն այդ կոնդենսացիայի պատճառով ջուր հավաքել։ Այս մյուս հատվածներում, ինչպես տեսնում եք, արդեն իրանք ոնց տեսնում եք, այդպեսին են եղել, այսինքն սա այս նախապատրաստական աշխատանքի հետ բացարձակ կապ չունի։ Կումայրի արգելոցի մաս կազմող շինության մոտ 4 մետր բարձրության վնասված ապակիները նորերով փոխարինելու ծրագիրը կազմվել է 2023 թվականին։ Այն սուբվենցիոն փաթեթում է։ Բացի այն, որ պետական ու քաղաքային բյուջեներից է ծրագիրը համաֆինանսավորվում, գումարի որոշակի մաս էլ միջազգային դոնոր կազմակերպությունն է տրամադրելու։ 2 տարի առաջ հաստատված ծրագիրը նոր է գործնական փուլին հասել։ Փաստաթղթային ընթացակարգերն էին երկարատև եղել Գյումրիի կառավարման շուրջ ստեղծված վիճակներ նաև պատճառը հետաձգումների։ Հիմա հստակեցված է նախագծային փաթեթը, ըստ որի նոր պատուհաններ կունենա ոչ միայն Գյումրիի երիտասարդական պալատը, նաև տեխնիկային թատրոնը, որը սուբվենցիոն մեկ այլ ծրագրով վերանորոգվել էր 2022 թվականին, բայց պատուհանները թողել էին հինը։ Կարևոր հատվածները դուրս մնացին շինարարական աշխատանքներից, հակահրդեհային մուտքի, ելքի հատվածը շատ կարևոր դուրս մնաց, ապակիների հատվածը, որը այս 2023-ից 24 թվականներին ներառվեց երկրորդ սուբվենցիայի մեջ, բայց թերի շինարարական ծրագիր ներկայացվեց։ Որպես 4 կարգի ռիսկայնության աշխարհ ունեցող շինություն էր, դրա համար ինքը գնաց համալիր փորձականության։ Համալիր փորձականության արդյունքները շատ ուշ պատասխաններ ստացվեց, դրա համար ինքը տեղափոխվեց 25 թվական։ Կազմված նախագծից, սակայն մշակութային երկու հաստատությունների պատասխանատուները դժգոհ են։ Շատ կարևոր ենթակառուցվածքների նորոգում, ասում են, դուրս է մնացել նախագծից։ Նրանց դիտարկումներն ու առաջարկություններն աննկատ են մնացել։ Թատրոնում դուրս են մնացել ծրագրից շատ կարևոր հատվածներ, մանկական դահլիճը, ջեմասրահը եւ նաեւ ռադիոցեխը, որտեղ շատ կարևոր աշխատանքներ են կատարվում, մնացել են նույն խարխուլ վիճակում։ Հիմա այս հատվածը թարապես չի օգտագործվում, արդեն երևի կլինի 2 տարուց ավել։ Մենք բարբերաբար փորձում ենք սահմանափակենք, այստեղ 3 հատված կա աղջիկների համար, 3 տղաների, բայց ամեն դեպքում մենք սկզբից փորձեցինք մի քիչ սահմանափակենք 2 օգտագործել կամ 1, բայց այս ամբողջ հատվածը շարքից դուրս եկավ, այստեղ խնդիրը առաջանում անդադ հետ է տալիս կողին։ Խնդիրների այս շարքի լուծման համար տարբերակների առաջարկները բացակայում են։ Մշակութային երկու կառույցի ղեկավարները սանհանգույցի, ջեռուցման ու պատերը կոսմետիկ տեսքի բերելու խնդիրները սեփական միջոցներով են կարգավորել։ Վերջին հաշվով միակ հույսը էլի դրել են սուբվենցիոն ծրագրերի վրա։ Տեխնիկային թատրոնն այդ ճանապարհով արդեն անցել է 3 տարի առաջ սուբվենցիայով երկրորդ հարկում վերանորոգումներ են կատարվել։
բայց թերությունները բացառություն չեն եղել։ Ունենք անորակության խնդիր, հա, դռների 4 մասի բաժանվելու հարց, վախենում ենք դուռը փակենք ներսում մնանք, պատերի ճաքեր, մի ամիս հետո այդ process-ը շինարարությունից հետո ի հայտ եկան։ 2022-ի սուբվենցիոն ծրագիր չէր ներառվել նաև Տիկնիկային թատրոնի առաջին հարկի դահլիճի վերանորոգումը, որտեղ ներկայացումներ են խաղում երեխաների համար։ Մութ խոնավ պատերը նորոգելու եւ անհարմար դիրքով շարված նստարանները ռեստավրացիայի ենթարկելու անհրաժեշտություն ունեն։ Եվ այս հատվածը, որտեղ հիմնական մանկական դահլիճն է, ունի թեքության խնդիր, որ այդ թեքությունը երեխաները երբ որ նստում են նստարաններին, մեկը մյուսին շարքի մեջ խանգարում են։ Այդ թեքությունն է պետք ապահովել։ Պետք է ապահովել շատ կարևոր հատված, դուռ երկրորդ մուտք ունենալու հատվածը, որպեսզի դա նաև անվտանգության հետ կապված հարց է, ապահով լինենք, որ խնդիր չենք ունենա։ Մեր առաստաղը, երբ որ տանիքը կաթում էր, առաստաղը փայտե կոմպոզիցիաներով հավաքված հատված է, այդ հատվածը ջրից խունացել է ու ինքը արդեն դեֆորմացվել է։ Թատրոնի տնօրենին խոստացել են մանկական դահլիճի նորոգումը ներառել հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում։ Երիտասարդական պալատի համար էլ մտահոգիչ է նոր ջեռուցման համակարգի անցկացման հարցը։ Այն այս նախագծում չկա, թեև լրացուցիչ ու մեծ ծախսեր է պահանջում։ Հիմա քննարկվում է այն հարցը, որ սա այս ամբողջ տարածքը գոնե դահլիճի հատվածը ջեռուցվի այլ համակարգով, այլ ջեռուցման համակարգով։ Հիմա վիտրաժային պատուհաններ լինում եւ այդ ջեռուցման մարտկոցները հնարավոր չէ տեղադրել։ Այսինքն նոր լուծում է պահանջում, նոր լուծումը, այսինքն պետք է հատուկ կանզիցիոն կամ ես չգիտեմ կալոնային կանզիցիաների համակարգով ջեռուցման համակարգ ներդրվի եւ այդ ինքը լրացուցիչ կետ է եւ համայնքը պատրաստական պետք է լինի այդ լրացուցիչ ծախսը, որը կարող է, ես չգիտեմ, 2 միլիոն լինի, 3 միլիոն լինի, լրացուցիչ իր վրա վերցնի այդ պարտավորությունը։ Հիմա երիտասարդական պալատը ժամանակավոր տարածք է փնտրում։ Պալատի դահլիճում է գտնվում Ռաֆայել Աթոյանի ջրաղացի ճանապարհին որմնանկարը։ Տնօրենի պաշտոնակատարը դիմել է մասնագետներին շինարարության ընթացքում ապահովել որմնանկարի անվտանգությունը։ Այն ենթակա է կոնսերվացման։ Մարինե Դիրբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրացուցիչ այսքանով սպառված է։ Ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։